Պարոն Պողոսյան, գույքահարկի թեման շատ է քննարկվում եւ նաեւ կենտրոնում ապրող, երկար տարիներ ապրող մարդիկ դժգոհում են, ասում են կառավարությունը այնպիսի որոշում է ընդունել, որ ստիպված մենք ինչ է մեր տարիներ շարունակ ապրած հայրական տներից պետք է թողնենք դուրս գանք, այսինքն այս օրենքը արդյոք ճիշտ ժամանակին է եւ ճիշտ չափորոշիչներով է բարձրացումը տեղի ունենում։ Շնորհակալություն, ես կարող եմ ասել, նախ օրենքն ընդունվել է 2020 թվականին եւ անգամ 2020 թվականի համար կարծում եմ, որ ուշացած էր ու պետք է շատ ավելի վաղ ընդունել այս օրենսդրական փոփոխությունը, որովհետեւ մինչ այդ կարող եմ ասել, որ գործնականում մենք չենք ունեցել անշարժ գույքի մասով գույքային հարկերի համակարգ։ Այսինքն այդ հնարավորությունը համայնքները ըստ էության չեն ունեցել հարկեր հավաքագրելու, համարժեք հարկեր հավաքագրելու, որովհետև հարկման բազաները, որոնք ինչպես գիտեք, կադաստրային արժեքի տրամաբանության մեջ էին, ակնհայտ թերագնահատված են եղել, անգամներով, տասնյակ, երբեմն 100 անգամներով թերագնահատված են եղել։ Եվ այն է, ինչու հիմա, ասում են բյուջեում գումար չկա, դրա համար է այդ կառավարությունը նման փոփոխությունների գնում, գույքահարկապանություն մնացած։ Այս նախագծի քննարկումների ամբողջ ընթացքում դուք չեք լսի որևէ պաշտոնյայի, որևէ մասնագետի կարծիք այն մասին, որ սա պետական կամ հանրային ռեսուրսի սակավության խնդրով է պայմանավորված։ Այստեղ ընդհանրապես համարժեքության հարց է լուծվել, որովհետև ան տրամաբանական էր, երբ որ օրինակ Երևանի կենտրոնում գտնվող 60-65 քառակուսի մետր մակերեսով բնակարանի համար վճարվում էր ընդամենը մի քանի հազար դրամ հարկ, 3-4-5 հազար դրամ հարկ, այն դեպքում, երբ որ այդ նույն բնակարանի սեփականատիրոջ 20 եւ ավելի տարվա վաղեմության ավտոմեքենայի համար վճարվում էր 70,000 դրամ հարկ։ Սա անտրամաբանական վիճակ էր, որը անտրամաբանական է, բայց ինչու հիմա արդյոք բյուջեի ֆինանսական խնդիրներն են պատճառը։ Հիմա չէ արվել, ինչպես նշեցի, 2020 թվականին է արվել եւ նախատեսված է, որ 6 տարվա ժամանակահատվածում աստիճանաբար է ներդրվում, որպեսզի ներդրումը լինի սահուն, քաղաքացիների համար բեռը զգալի չլինի։ Եվ եթե նկատել եք, անցյալ տարվա համար ըստ էության 50%-անոց հարկն է վճարվել, այնուհետ սպասում է 75%-անոց վճարում եւ 2026 թվականի համար նոր միայն 100%-անոց հարկի վճարում։ Օրինակ, ձեր բնակարանը որտեղ է, դուք օրինակ ձեր համար որպես նաեւ փոխնախարար, դա արդյոք լրացուցիչ բեռ չի։ Բացարձակապես հակառակը ես շատ անհարմար եմ զգում, երբ որ ես օրինակ որ բնակվում եմ Ծարավաղբյուր թաղամասում, Ավան վարչական շրջանում, անհարմար եմ զգում, երբ որ իմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ հարկ տարեկան։ Հիմա վճարում եմ երևի 40000 դրամի շրջակայքում, որը կարծում եմ էլի ցածր է նույնիսկ։ 6000-ից 40000 դուք գուցե փոխնախարար եք, ձեր բյուջեի վրա դա չի ազդել, բայց ես ապրում եմ 110 քառակուսի մետր բնակարանում եւ կարծում շատ նորմալ է։ Այսինքն համարժեքության հարցն է այստեղ կարևոր, համարժեքության հարցը եւ հանդուրժել, որ օրինակ, չգիտեմ, որովհետեւ միայն բնակարաններին ու անհատական բնակելի տներին չի վերաբերում այս փոփոխությունը, նաեւ հողամասերին է վերաբերում, բացառությամբ գյուղատնտեսական իհարկե։ Հանդուրժել, որ ասենք մարզային նշանակության մի քանի հեկտար արտադրական նշանակության տարածքի հարկը պետք է լիներ տարեկան 6000 դրամ կամ 10000 դրամ, կարծում եմ դա ընդունելի մոտեցում չէ։ Եվ մի հարցի ուզում անդրադառնանք, պարոն Պողոսյան, վերջին շրջանում շատ է խոսվում բյուջեի ֆինանսական խնդիրների մասին, վարկային պարտավորություններն ենք մենք վերցնում ըստ որոշ մասնագետի այդ դեֆիցիտը փակելու համար։ Բյուջեն 2025 թվականի բյուջեն արդյոք մեծ խնդիրների առաջ է կանգնում, հաշվի առնելով, որ նաև վերջի շրջանում դրսի ներդրումները քիչ են, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված բավականին ասում են պասիվ շրջան է, ի տարբերություն սկզբնական շրջանի այդ պատերազմի, արդյոք ֆինանսական խնդիրներ կան բյուջեի։ Ոչ, բացարձակապես մենք ընդհանրապես հարկաբյուջետային կայունության խնդիրներ չունենք, ինչպես գիտեք, առաջին երամսյակի հարկային եկամուտների ծրագրային թիրախը նույնիսկ գերակատարվել է եւ այստեղ խոսել նման ռիսկերի մասին, որ բյուջեն ընթացիկ իրացվելիության խնդիրներ ունի եւ այլն, ընդհանրապես տեղին չեմ համարում, նման մտահոգություն չկա եւ ձեզ էլ առաջարկում եմ ակտիվորեն գնացները մարդկանց անհանգստացնում, պարոն Պողոսյան, այս առումով չկա։
Գիտեք, գնաճը ես կարծում եմ, որ հայտարարված կանխատեսումների տիրույթում է ընդհանուր առմամբ, բայց առանձին ֆրագմենտալ այդպես վերցնել 1-2 ապրանքի գծով ու կարճ ժամանակահատվածում գնաճի դեմ գնահատել, կարծում եմ ճիշտ մոտեցում չի լինի եւ գնաճից կարող ենք խոսել ավելի երկար ժամանակահատվածում, ավելի երկար հեռանկարում եւ կարծում եմ, որ դա նույնպես անհանգստացնող երևույթ չէ։ Միջինացված, եթե ասենք մոտ 5%-ի գնաճ են, այսպես ներկայացված թվերը դա են խոսում, դա անհանգստացնող չէ այն թոշակները եւ միջին աշխատավարձը, որ կա Հայաստանում։ Ես նախ չեմ կարող վերահաստատել այդ 5% ցուցանիշը, որ դուք հնչեցրեցիք, ես պետք է ապավինեմ պաշտոնական տվյալներին, որոնք կարծեմ այդ մասին չեն, որովհետեւ կենտրոնական բանկը ես չեմ նկատել, որ այդպիսի հրապարակում անի, հետեւաբար այս դրվագը ես չեմ մեկնաբանի, շնորհակալություն։ Բայց ամեն դեպքում դուք չեք նկատում, դուք որպես անհատ նաև երբ որ օգտվում եք խանութից, շուկայից, դուք չեք նկատում այդ գնաճը։ Ես առանձնապես անկեղծորեն չեմ նկատում, պետք է խոստովանեմ, որ ինքս քիչ եմ օգտվում, որովհետև ժամանակ չի լինում, հիմնականում ես չէ որ կատարում եմ գնումները, բայց ես անկեղծ չեմ նկատում։ Եվ վերջի հարցը արցախցիների հետ կապված 1 ամիս է, հա, ֆինանսների նախարարությունը ասել, որ եւս 1 ամիս կվճարի, այսինքն ինչպես եք հաշվարկում, եթե հնարավոր չէր վճարել մի ամիս ուղակի ակցիան դադարեցնելու համար է արվում։ Ես չեմ տիրապետում այդ խնդրին ու տեղեկատվություն չունեմ, որովհետեւ ուղղակի չեմ զբաղվում ես այդ խնդրով, այլ գործընկերներ են զբաղվում։ Խնդրեմ գրավոր կարող եք ներկայացնել եւ պատասխանը չի ուշանա։